թեմայի հետ կապված։ Հստակ սահման, ինչպես է լինել, օրինակ պետական պաշտոնյան այդ ընթացքում ինչ որ քայլանում համայնքին օգնում է ինչ որ ձևով։ Դա ներկայացնում է որպես իր պարտականություններ, որտեղ պաշտոնյա է։ Հիմա այդ սահմանը ընտրությունների ժամանակ ո՞նց է որոշվելու, որ դա բարեգործություն չի, այլ այդ պաշտոնյայի լիազորությունների թելադրված քայլ։ Այդ սահմանը կա թե չէ։ Ես նորից եմ ասում, յուրաքանչյուր դեպքում գնահատում ենք գործի դեպքի հանգամանքները, թե սահմանը որտեղ է, որ պաշտոնյան իր գործառույթների մեջ մտնող որևէ գործողություն է կատարել, այդ գնահատում ենք, թե կոնկրետ ինչ գործողություն է կատարել։ Եթե իր կատարած գործողությունը մտնում է իր պաշտոնական պարտականությունների մեջ, այստեղ որևէ հանցակազմի առումով որևէ խնդիր չունենք։ Նախընտրական, ինչպես եք դուք տարբերելու։ Արդյոք դա սուբյեկտիվ չի լինելու։ Եթե գումար է բաժանում օրինակը կոնկրետ, դա բարեգործություն է, թե պարտականություն, այդ ոնց է, էլի։ Լայն չի մեկնաբանության մենք ունենք մարզպետարաններում օրինակ հանձնաժողովներ, որոնք քաղաքացիների դիմումները ստանալով, հա, հանձնաժողովի կազմով ընդհանուր որոշում են կայացնում, թե դրամական օգնություն տվյալ դիմումը ներկայացած քաղաքացուն ցուցաբերեն, թե չէ։ Օրինակի համար քաղաքացին ասում է իմ տանիքը կաթում է, օրինակ ինձ դրամական որոշակի օգնություն է պետք, գերավոր դիմում է ներկայացնում մարզպետարանին։ Ստե ոչ թե մարզպետն է այդ որոշումը կայացնում, այլ շատ դեպքեր ունենք հանձնաժողովներ, այդ հանձնաժողովի անդամները, որոնք կուսակցականներ չեն, օրինակ եմ ասում, ես հիպոթետիկ դեպքի մասին եմ խոսում։ Եվ այստեղ առավել եւս դառնում է խնդրահարույց։ Ես հիպոթետիկ դեպքի մասին եմ խոսում, ես կոնկրետ դեպքի մասին չեմ խոսում։ Եթե ունենանք կուսակցության անդամ, այլ իրավական քննադատական կլինի։ Եթե ունենանք կուսակցության ոչ անդամ, հա, կունենանք այլ իրավական քննադատական։ Իմ ասածն է, որ ցանկացած դեպքում, երբ որ ստանում ենք հաղորդում, այդ հաղորդման կապակցությամբ ստուգում ենք, գործողություններ ենք անում, իրավական առումով դեպքի հանգամանքները համադրում ենք Քերական օրենսգրքի 221 հոդվածի հետ, եւ եթե ունենք նույնացում, այդ դեպքով քերական բարույթ կնախաձեռնվի։ Այ օրինակի համար Էջմիածնի դեպքի հետ կապված մենք տեսանք, որ բարեգործություններ կատարվել եւ ունեցանք նախաձեռնված քերական բարույթ, ունեցանք դատի տրված անձ։ Պարոն Ահապետյան, արդյոք պետական մակարդակով կոռուպցիայի մասին չի խոսում այն հանգամանքը, որ պարգևավճարներ են սահմանվում արդեն պետական օրինական ճանապարհով, այս մասին, օրինակ, օրերս փորձագիտական շրջանակները հայտարարեցին, որ կա կոռուպցիա, այն ավելին բարձրագույն կոռուպցիա բարձրաստիճան պաշտոնյաների շրջանակում, նկատի ունենալով բաժանված շատ բարձր պարգևավճարներ։ Դուք այստեղ կոռուպցիոն ռիսկեր տեսնում եք, թե սա մի խոսքով Եվ դուք ստացել եք այդ պարգևավճարները։ Եվ ինչքան եք ստացել, եթե ստացել եք։ Ես հարցին պատասխանելով ասեմ, որ պարգևավճարների հետ կապված բազմաթիվ անգամներ բարձրաբանումներ տրվել են։ Կներեք, դուք երբ եք տվեք, դուք հարցազրույց չեք տալիս։ Խնդրում եմ մի ընդհատեք, ես խոսքը իմ տրված բարձրաբանման մասին չի, ես նշում եմ, որ բարձրաբանումներ տրվել են, այդ թվում նաև քաղաքական իշխանության ղեկավարության կողմից։ Ես որպես իրավաբան ես կարող եմ ասել, որ մենք կոռուպցիա հասկացությունը գնահատում ենք Քերական օրենսգրքի համապատասխան հավելված 1-ով, որտեղ նշված են կոռուպցիոն հանցագործությունների դեպքերը, հոդվածները։ Եվ ձեր նկարագրած իրավիճակում, երբ որ աշխատողին կառույցը պարգևավճար է տալիս, որևէ հոդվածի մեկնաբանման տիրույթում չի կարող դիտարկվել որպես կոռուպցիա Քերական օրենսգրքի։ Բայց խնդրահարույց չէ նման բարձր պարգևավճար բյուջեից դուրս գրել պաշտոնյաներին, այդ դեպքում նաև խնդրահարույց է, որ միայն բարձրաստիճան պաշտոնյաներին է շատ բարձր լինում։ Օրինակ բաժինների, ավագ մասնագետների բավականին ցածր պարգևավճար։ Այստեղ էլ կոռուպցիա չկա, այսինքն ինչպես է բաժանվում այդ պարգևավճարները։ Ես բաժանման հետ կապված կարող եմ ասել, որ կա համապատասխան կարգ, կառավարության որոշմամբ սահմանված, ըստ կարգի, ըստ կատողականի պարգևավճարները բաժանվել են։ Հետևաբար այդ ամենը կարգավորված, իրավական ակտով կարգավորված process է եղել, որտեղ որևէ կոռուպցիոն հոդվածի հատկանիշներ ես որպես իրավաբան չեմ տեսնում։ Անհապետյան ներողություն էլի։ Ինչքան է գնահատվել եւ դուք ինչքան պարգևավճար եք ստացել։ Մենք այդ որոշմամբ սահմանված ցանկում ընդգրկված չենք, որպես առանձին մարմին եւ այս մասով որևէ բան չեմ կարող ասել։ Պարոն Ահապետյան, ձեր ելույթին հետևելով ես հասկացա, որ ժողովուրդ հերթով իմ հարցին կպատասխանեք, դուք անձամբ ստացել եք պարգևավճար։ Հակակոռուպցիոն կոմիտեում պարգևավճարներ եղել են ու առաջիկայում երբ որ մենք
ներկայացնենք նաև հայտարարագիր, այդ հայտարարագրում մանրամասն նշված կլինի այն գումարի չափը, որը հակակոռուպցիոն կոմիտեի ցանկացած աշխատակից, այդ թվում նաև ես ստացել եմ եւ կհայտարարեմ Պարզ հասանելի կտեսնեք այդ։ Պարոն Նահապետյան, ներողություն։ Ձեր ելույթին հետևելով հասկացա, որ շատ գոհ եք ձեր աշխատանքից ինքներդ գոնե, եւ դա կարող է ղեկավարությունն էլ գոհ լինել ձեզանից, բայց արդյոք կոմիտեի աշխատանքը արդարացրել է հանրության սպասումները, ինչ որ սպասում էին ձեզանից, որովհետեւ դուք մի կառույց եք, որ նախ հանրության սպասումները պիտի արդարացնի։ Ես հակակոռուպցիոն կոմիտեի նախորդ տարվա աշխատանքը գնահատել եմ դրական, բայց որպեսզի գնահատենք լավ, հա, կամ գերազանց, այդ առումով մենք ամենօրյա ռեժիմով մեծ աշխատանք ենք կատարում եւ խնդիրները, որոնք որ մեր առջև ծառացած են, փորձում ենք լուծել ամենօրյա ռեժիմով, որպեսզի արդյունքում հասնենք այն աստիճանին, այն մակարդակին, որը մեզ թույլ կտա ասել, որ իրականում մենք մեր կառույցի աշխատանքներից գոհ ենք։ Պարոն Նահապետյան, հիմա այդ անգլերենի դասընթացների հետ կապված, որ վարչապետի տիկնոջ հիմնադրամը հայտարարել է, դուք սպասում եք, որ ինչ-որ մեկը հաղորդում տա, թե այնուհանդերձ կուսումնասիրեք, ինչպես նաև ընդդիմադիրների հետ ուսման վարձերը վճարելու հետ կապված, մարզպետի օգնություն բաժանելու հետ կապված, պետք է անպայման լինի հաղորդում, որ դա ուսումնասիրեք, թե օրինակ հակակոռուպցիոն կոմիտեն հիմա ունի ինչ-որ նախաձեռնած գործեր, եւ մեկ հարցել, տեսեք, որ ասում եք կամ պարգևավճար, իրականում դա պարգևավճար չէ, դա աշխատավարձի բարձրացում է եւ այդ բարձրացումը եղել է առանց բարձրաստիճան պաշտոնյաների վարձատրության մասին օրենքի փոփոխության։ Սա արդյոք խնդրահարույց չէ, որ մեկ որոշմամբ է այդ բարձրացումը եղել, որովհետեւ օրենքում փոփոխությունները պետք է լիներ ազգային ժողովով նախագահի կողմից վավերացման։ Այստեղ դուք խնդիր տեսնում եք, թե ոչ։ Դուք ինքներդ որակում եք տալիս, որ դա եղել է աշխատավարձի բարձրացում։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն է ինձ հետ հարցազրույցում ասել, որ դա պարգևավճար չէ, դա աշխատավարձի բարձրացում է։ Ես չեմ կարող մեկնաբանել պարոն Սիմոնյանի ասածները, բայց ամեն դեպքում ես գիտեմ, որ սա պարգևավճար է, պարգևավճարի համար կա սահմանված կարգ, կառավարության որոշում, սահմանված կարգով հաշվի առնելով նաև կատարողականը պարգևավճարները տրվել են։ Ինչ վերաբերում է առաջին հարցին, թե արդյոք հակակոռուպցիոն կոմիտեն առանց հաղորդման կարող է պրոցեսներ սկսել, այո, կարող է պրոցեսներ սկսել օպերատիվ հետախուզական գործիքակազմի կիրառմամբ, ձեր նշած մի շարք դեպքերում, բայց հիմա այս բանին չեմ կոնկրետացնի եւ չեմ մասնավորեցնի, թե որ դեպքերում մենք մեր օպերատիվ ստորաբաժանումներում սկսել ենք ստուգողական գործողություններ։ Չեմ ասում, քանի որ դա իրենից ենթադրում է նաեւ գաղտնի ընթացակարգ, եթե խոսում ենք օպերատիվ հետախուզական ստորաբաժանումների աշխատանքի մասին, դա իրենից ենթադրում է գաղտնի պրոցես, գաղտնի ընթացակարգ, որը երբ որ հասնի իր տրամաբանական ավարտին եւ մենք ունենանք արդեն նախաձեռնված քրեական վարույթ, ապա այդ մասին հանրությունը կիրազեկվի։ Բայց ասեցիք Սյունիքի մարզպետարանը, որ ստուգողական Ես նկատի ունեմ ոչ բոլոր դեպքերում է, որ այս բանին կոնկրետ ինֆորմացիա օպերատիվ հետախուզական աշխատանքների մասով ասել եմ։ Սյունիքի մասով ասել եմ, քանի որ դրա մասով վտանգ այդ հրապարակման մասով չեմ տեսել։ Խնդրում եմ Ձեր պաշտոնին վտանգ հա, որ վարչապետի տիկնոջ հետ կապված հայտարարեք, կարող է Նիկոլ Փաշինյանը ոնց ասում։